Տավուշի մարզի գեղանկարիչների Նիջևանի վերնատուն պատկերասրահի հարկի տակ է միավորել Հայաստանի նկարիչների միության Տավուշի մասնաճյուղի նախաձեռնած տարեվերջյան ցուցահանդեսը։ Սուրեն Սաֆարյանի բնորոշմամբ միության համար անցնող տարին բուռն էր ցուցահանդեսներով, տարբեր նախագծերով եւ վարպետության դասերով։ 2019-ին հիմնադրված մարզային մասնաճյուղը նույնպես ակտիվ գործունեությամբ է ամփոփում տարին։ Այսպիսի ցուցահանդեսներով եւ նախագծերով մենք կարողանում ենք ակտիվացնել դաշտը, նաեւ գտնել նոր անուններ։ Պատկերասրահում ներկայացված են մարզի 25 գեղանկարչի մոտ 40 աշխատանք, գերակշռում են բնանկարները Տավուշյան գունեղ ներկապնակով։ Ակտիվությունը այս անգամ բավականին մեծ է, մարդիկ բավականին ոգևորված են եւ մեզ ունենք ապագայում լավ ծրագրեր, ավելի աշխուժացնել մարզում ցուցահանդեսները, բացահայտել նոր նկարիչների, նոր տաղանդների։ Այսպիսի ցուցահանդեսներն օգնում են վերաիմաստավորելու անցած ճանապարհը, նոր լիցքեր ստանալու, ասում է Կողբից երիտասարդ գեղանկարչուհի Ռիփսիմե Մանթաշյանը։ Մասնակցում եմ իմ ծաղկունք կտավով, որտեղ ներկայացված է մարդկային հոգեվիճակը, անատոմիան, թե ինչպես է կյանքը իմաստության գալի բնության շնչով։ Ցուցահանդեսը մեզ թույլ է տալի ինքնադրսևորվել արվեստի մեջ։ Մասնաճյուղի առաջին ղեկավար գեղանկարչուհի Արմինե Թումանյանն ամեն անգամ մասնակցում է արդեն ավանդական դարձած ցուցահանդեսին, նոր նախագծերով փորձում խթանել մարզի մշակութային կյանքը։ Մարզային ցուցահանդեսները օգնում են գտնել այն տաղանդերին, որոնք որ հնարավորություն կունենան նաև ցուցադրվելու դրսի ցուցահանդեսներին։ Նոր անուններ հայտնաբերելու նպատակով կազմակերպվում են տարբեր տեսակի մրցույթներ։ Վստահ եմ, որ կկարողանամ գտնել այն տեսակի տաղանդներ, որոնք որ արժե զարգացնել։ Իսկ այս տարվա ամփոփիչ ցուցահանդեսն իր դռները չի շտապի փակել վաղ։ Մասնաճյուղի ղեկավարի խոսքով իրենք կարևորում են հատկապես նման միջոցառումների կրթական բաղադրիչը։ Արվեստասեր այցելուների հետ այստեղ սպասում են նաև դպրոցականներին։ Ռոզա Խաչատրյան, Գայանե Թամամյան, Վահե Թամամյան, լուրեր։